Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես փոքր կենտրոնում երթևեկությունը պետք է սահմանափակվի, որպես փոփոխությունների առաջին քայլ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ։ Այս ամեն դեպքում Երևանի քաղաքապետարանից եկած մի այսպիսի հաղորդագրություն, հայտարարություն էր, ինչի մասին է խոսքը, պարոն Հարությունյան, որովհետեւ շատ բուրըն քննարկման թեմա է դարձել։ Ներկայացնեմ, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իմ կողմից ներկայացվեց, որ ընդհանուր աշխատանքների շրջանակներում մեր արտասահմանյան գործընկերների, մասնավորապես Իլ-դե-Ֆրանսի շրջանի գործընկերների հետ, որով մշակում են Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, ընդհանուր հայեցակարգ է կառուցվել որոշակի, որով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել Երևան քաղաքում եւ առաջնային քայլ դիտարկվել էր Հանրապետության հրապարակում հարող տարածքներում սահմանափակել երթևեկությունը եւ այդ հատվածները իր տուրիստական նշանակությունից ելնելով սահմանել որպես հետիոտնի համար։ Սա ընդհանուր հայեցակարգ է եւ հայեցակարգի շրջանակներում որոշակի առաջարկներ կան, ինչպես նաեւ հետագա ընդլայնումներ կան ընդհանուր հայեցակարգի մեջ, բայց ներկայումս դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները նշված հայեցակարգի մասով եւ դեռ իրագործելիության մասով հստակ ժամկետներ չենք սահմանել։ Շատ քաղաքներ կան եվրոպական, որտեղ հենց քաղաքի կենտրոնը նախատեսված է պարզապես քայլելու համար, բայց որքանով է սա ընդունելի Երևանի համար, այդպիսի ուսումնասիրություն արվում է, թե չէ։ Իրականում յուրաքանչյուր եվրոպական երկրում կիրառվում է այս մոդելը եւ դա ունի հստակ տրամաբանություն։ Տրամաբանությունը կայանում է հետեւյալում. այսօր մենք էլ մեր քաղաքում ունենք այդ խնդիրը, որ ամեն տարի մեծ քանակով տրանսպորտային միջոցների աճ է գրանցվում եւ այդ տրանսպորտային միջոցները ընդհանուր երթևեկության մեջ մտնելով երթևեկության միջին արագությունը նվազում է եւ ունենք այն պատկերը, ինչը որ այսօր պիկ ժամերին ականատես ենք լինում բոլորս, որ դանդաղ երթևեկություն, շատ անգամ վթարներով պայմանավորված մեծ խցանումներ եւ այս իրավիճակը կարգավորելու համար միակ լուծումը որոշակի սահմանափակումներ մտցնելն են, որտեղ բոլորը շատ լավ հասկանում ենք, որ անգամ փոքր կենտրոնը եթե դիտարկենք, հնարավոր չէ փողոցները լայնացնել եւ նոր ճանապարհներ կառուցել ու ավելին նշված մոտեցումը ընդունելի չէ միջազգային փորձով նաեւ, որտեղ եթե իշխանությունը գնում է փողոցների լայնացման ճանապարհով, ինքը կարճաժամկետում դրական արդյունք ունենում է, բայց երկարաժամկետում ունենում է ավելի բարդ իրավիճակ, որտեղ լայն փողոցներում ավելի շատ մեքենա է սկսում օգտվել, այսինքն եթե դուք խթանում եք մեքենաները անձնական օգտագործման, ապա որոշ ժամանակ հետո այդ նույն լայն փողոցում ունենում ենք ավելի լավ վատ պատկեր ավելի շատ մեքենաներով։ Բայց սա պարզապես այս պահի դրությամբ նախագիծ է քննարկում, թե իրականում կա հավանականություն, որ կյանքի կկոչվի։ Կյանքի կոչելու համար պետք են որոշակի քայլեր եւ մեր քայլերը հենց դրան միտված են։ Մենք փուլային եղանակներով որոշակի փոփոխություններ ենք իրականացնում երթևեկության կազմակերպման, մասնավորապես ընդհանուր հայեցակարգի մեջ է մտնում նաեւ տրանսպորտային տարբեր տեսակների կիրառությունը, sustainable mobility է կոչվում, կայուն շարժունակություն գաղափարախոսությունը, որը եվրոպական մի շարք երկրներում կիրառված է։ Սրա տրամաբանությունը կայանում է նրանում, որ ընդհանուր տրանսպորտային համակարգում պետք է կիրառվեն տրանսպորտի բոլոր տեսակները, դրանք են եւ քայլելը կարճ հեռավորությունների վրա, եւ հեծանիվներ, եւ այլ ընտրանքային տրանսպորտային միջոցներ, հասարակական տրանսպորտ եւ վերջի թողում նոր պետք է կիրառությունը դիտարկվի անձնական ավտոմեքենաների։ Եվ այս մասով Երևանի քաղաքապետարանը նույնպես քայլեր է անում, մասնավորապես արդեն տեսանելի են հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ներդրումը Երևան քաղաքում, նաև միաժամանակ Իլ-դե-Ֆրանսի մեր գործընկերները որոշակի հարցումներ են պատվիրել Երևանում այլ ընտրանքային տրանսպորտային միջոցներից օգտվելու եւ դրանց ուղղությունների մասով, որի արդյունքները մեզ հնարավորություն կտալ ունենալ պատկեր նմանատիպ երթուղիների նախագծման մասով, որը կիրառելի կլինի այսօրվա պահանջից ելնելով։ Այսինքն մեր մոտեցումը այն չէ, որ որոշակի հեծանվային երթուղիներ դնենք, որը ոչ մեկին համար կիրառելի չի լինելու, այլ մոտեցումը այն է հասկանալ, որ երթուղիներն են ավելի հակված կյանքի կոչվելու եւ կիրառվելու, որպեսզի դրանք կյանքի կոչենք։ Բայց եթե չեմ սխալվում, արդեն որոշակի փողոցներ կան, չէ՞, կենտրոնում, որոնք փոփոխության են ենթարկվել Սարյանը,
այդպես միակողմանի են դարձել, եթե չեմ սխալվում։ Սարյանը դեռ միակողմանի չի դարձել, դա այս տարվա ծրագրերում նախատեսված է այդ փոփոխությունը։ Միակողմանի դարձել է Իսահակյան, Մոսկովյան փողոցները, որը կարելի ասել իրեն արդարացրել է, որտեղ օրվա գրեթե մեծ ժամերին տվյալ փողոցներում երթևեկության հոսքերը ավելի կանոնավոր են եւ նախորդի համեմատ դրական ազդեցություն կա։ Սարյանի մասով դա նախատեսված է այս տարվա ծրագրերի մեջ, որպեսզի Սարյանում կատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, սահմանվի միակողմանի երթևեկություն, կանոնները պահպանվեն, քանի որ բոլորս հասկանում ենք, որ Սարյան փողոցը տուրիստական նշանակություն ունի, երկու կողմերում կայանումը կապահովվի, բայց դրանց հետ համատեղ որոշակի ընդհանուր հաշվարկներ ցույց են տալի, որ առնվազն մեկ երթևեկելի գոտի կավելանա այսօրվա համեմատ, եւ որը հնարավորություն կտա, որ անգամ երեկոյան ժամերին այնտեղ երթևեկությունը ավելի կանոնավոր լինի։ Շատ երկրներում նույն եվրոպական ավտոբուսների համար, երբ առանձնացված գծեր են լինում, նպատակներից մեկը հենց այն է, որ ավտոբուսը ժամանակին հասնի տեղ, որպեսզի մարդը իմանա, այսինչ ժամին այս ավտոբուսը գալիս է։ Այ երբ որ մենք անում ենք, գնում ենք այդ ուղղությամբ, արդյոք արդարացնում է, թե էլի մեկը այդ խցանումները խոչընդոտում են, որ ավտոբուսը ժամանակին հասնի, որովհետև դժգոհությունները ամեն դեպքում շատ են։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, եւ ավտոբուսներին առանձնացված գծերի ներդրման գաղափարը հենց դրանում է կայանում, որ տվյալ երթևեկելի գոտին առանձնացվում է հատուկ հասարակական տրանսպորտի համար եւ այլ տրանսպորտային միջոցներ այնտեղով երթևեկելու իրավունք չունեն, որը լինելու ավելի ազատ եւ հասարակական տրանսպորտը երթևեկելու ավելի արագ, ավելի հարմարավետ, ինչպես նաեւ ավելի ապահով, որտեղ այդ գոտով երթևեկելու ճանապարհատրանսպորտային վթարների հավանականությունը շատ ավելի քիչ է։ Սա է Եվ ամենակարևորը այս առանձնացված գծերը պետք է ունենան շարունակականություն ամբողջ Երևան քաղաքում, հակառակ դեպքում այն արդյունքը, որը ակնկալվելու է ամբողջ ներդրման պարագայում, եթե ամբողջականություն չլինի, դա հնարավոր չի ապահովել։ Հիմա ներկայումս որոշակի ճյուղ է ամբողջական ներդրված փոքր կենտրոնի մասով, որի որոշ փոփոխությունները վերջերս արվեցին այս ամսվա ընթացքում։ Ես վստահեցնեմ ձեզ, որ ամբողջական անգամ այս մի երթուղին վերջացնելուց հետո աշխատանքները պատկերը տեսանելի կլինեն եւ այսօր էլ եթե նշված հատվածները զուտ աչքով մշտադիտարկում իրականացնել, բարձ է դառնում, որ անգամ պիկ ժամերին, երբ ամբողջ երթևեկությունը շատ դանդաղած է, ավտոբուսային գոտին երթևեկությունը ավելի արագ է եւ ավելի հարմարավետ։ Բայց կարծում եմ հետևում եք սոցիալական ցանցերում այդ քննարկումներին, շատերը դժգոհում են հենց նույն քաղաքապետարանի, եթե չեմ սխալվում, այդ հատվածում ինչ որ փոփոխություններ են եղել, Մաշտոցի պողոտա, Հաղթանակի կամուրջ, ինչ որ ավտոբուսային գծերի հետ կապված նաև եւ դժգոհում են, որ դա դարձել է լուրջ խցանումների պատճառ, քաղաքապետարանը նպաստել է խցանումներին։ Տեսեք, իրականում եթե տեսնենք Երևան քաղաքում յուրաքանչյուր փողոցում երթևեկելի գոտիները 2-3 միջինը այսպես են եւ եթե մի երթևեկելի գոտին բացառապես առանձնացվում է հասարակական տրանսպորտի համար, հետեւաբար նախկինում այն հոսքերը, որ սպասարկվում էր 3 երթևեկելի գոտում, ներկայումս սպասարկվում է 2 երթևեկելի գոտով եւ տրամաբանական է, որ այդ 2 երթևեկելի գոտու ծանրաբեռնվածությունը ավելանալու է։ Դրանով պայմանավորված մենք իրականացնում ենք մի շարք երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց տրամաբանությունը հետեւյալն է, որ հոսքերի մի մասը տեղափոխենք այլ փողոցների վրա եւ ծանրաբեռնվածությունը համամասնորեն ավելացնենք, որ տվյալ փողոցը չկանգնի։ Ձեր նշած հատվածում, որտեղ որ ներդրվեցին այս ամիս ավտոբուսային գծերի շարունակությունը, մասնավորապես ավտոբուսային առանձնացված գիծը շարունակվեց Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութ, Իտալիա եւ Արգիշտի, եւ այս հատվածներում, այո, որոշակի երթևեկության կազմակերպման փոփոխություններ արվեց, որպեսզի հոսքերը տեղափոխվի, բայց կարճաժամկետում ինքը շատ դրական արդյունք չտվեց, որը պայմանավորված էր նրանով, որ յուրաքանչյուր երթևեկության կազմակերպման փոփոխություն անելուց հետո որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի վարորդները ադապտացվեն նոր խաղի կանոններին, որովհետև մեծամասամբ ավտոների շարունակում են վարել նախկին ինստիտուցիոնալ հիշողությամբ, եւ մենք լրիվ գիտակցում ենք այս երևույթը, ուղղակի երկար հնարավոր չեղավ սպասել, դրա համար կատարվեցին նոր փոփոխություններ եւ ամբողջությամբ արգելվեցին որոշակի շրջադարձեր հոսքերը տեղափոխելու համար։ Դրանով պայմանավորված իրավիճակը որոշ չափով թեթևացել է վերջին օրերին։ Մենք շարունակում ենք մշտադիտարկում անել այդ հատվածներում
Եվ վստահ ենք, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում մեր վարորդները արդեն կտեսնեն խաղի նոր կանոնները, մասնավորապես նոր երթևեկության կազմակերպումները եւ կսկսվեն արդեն իրավիճակը գնալով լավանալ, պահպանելով երթևեկության կանոնները։ Պարոն Հարությունյան, իսկ ավտոբուսի վարորդներին ինչպես եք ընտրում, որովհետև եկեք անկեղծ լինենք, նաև նրանց մասնակցության վթարներ ենք շատ հաճախ տեսնում, հենց համացանցում այդպիսի բաներ լինում է, վերջերս էլ տեսանք, որ վարորդներից մեկը նաև ալկոհոլ է օգտագործած եղել, ինչ որ հատուկ բան, որ իրանք երբեմն այնպիսի տպավորություն է, որ շատերը չեն հասկանում, որ ոչ թե նարինջ են տեղափոխում, այլ ուղևորների են տեղափոխում։ Ավտոբուսի վարորդների ընտրությունը իրականացվում է հետևյալ կերպ՝ Երևան ավտոբուս ՓԲ-ն, ով գործատուն է, ով իրականացնում է երթուղիների սպասարկումը, որոշակի ընթացակարգ ունի վարորդների ընտրության մասով, նախ որոշ վարորդների նախնական փաստաթղթերը ստուգելուց, համապատասխան ստաժ ունի վարելու եւ նմանատիպ գործընթացից հետո իրականացվում է նաեւ գործնական որոշակի քննություն, տվյալ վարորդը ի վիճակի է նմանատիպ տրանսպորտային միջոց վարել եւ որքանով է իր գիտելիքները բավարարում, ինչպես նաև որոշակի տեսթային հարցաշարեր են անցնում։ Չեմ կարող պնդել, որ ձեր ասած դեպքերը իհարկե կարող են լինել, որովհետև բավականին շատ են վարորդների թիվը ներկայումս, որտեղ երկու երթափոխվել են աշխատում տվյալ վարորդները, բայց վստահեցնում եմ, որ ավտոբուսի տնօրինությունը ամեն ինչ անում է, որպեսզի նմանատիպ դեպքերը բացառվի եւ ավելի պատշաճ եւ որակյալ ծառայություն մատուցվի մեր հանրությանը։ Վճարման համակարգի հետ կապված եկեք անկեղծ լինենք, բոլորս էլ գիտենք, որ լինում են մարդիկ, որ ընդհանրապես չեն վճարում։ Երբեմն նաև օբյեկտիվ պատճառը, որովհետև այդ վալիդատորի հետ խնդիր լինում է, բայց կան մարդիկ, որ պարզապես չեն վճարում, այ վերահսկողությունը ոնց է լինելու, որ գոնե այդ արդարությունն էլ լինի, էլ եթե մեկը վճարում, որ մյուսն էլ պիտի վճարի։ Կարող եմ ասել, որ որոշակի օրենսդրական նախագիծ է քննարկվում տգանքների մեխանիզմ ներդնելու մասով, այս process-ը ընթացքի մեջ է, դեռ վերջնական աժը չի հասել։ Զուգահեռ ինչ է կատարվում, զուգահեռ քաղաքապետարանի ենթակայության անպատասխան աշխատակիցներ որոշակի մշտադիտարկում են իրականացնում ավտոբուսների հենց ներսում եւ նմանատիպ դեպքերը բացառելու մասով բարձրաձայնում են, խնդրելով, որպեսզի քաղաքացիները վճարեն։ Որովհետև ինչպես պետքա լավ ստուգի, եթե ես օրինակ նստել եմ ավտոբուս եւ բանկային քարտով եմ այդ վճարումը անում, ինքը ինչպես է ստուգելու վճարումը։ Ընդհանուր համակարգերը հնարավորություն տալիս են, ներկայումս մի շարք եվրոպական երկրներում է եւ արտասահմանում է, այսինքն այդ համակարգերը կան, առկա են։ Դրանց տրամաբանությունը հետեւյալում է նույն ստուգող անձի մոտ համապատասխան սարք կա, որին նույն քարտը կպցնելով կամ բանկային կամ ցանկացած քարտի տեսակ, տվյալ սարքը ասում է վերջի անգամ երբ է եւ որ մեքենայի վալիդատորի մեջ է վալիդացվել տվյալ սարքը, հենց որ այս մասով խնդիր չկա, տեխնիկապես լուծումները առկա են։ Իսկ կանգառների հետ կապված, կանգառները Երևանի քաղաքապետարանն է, որ մենք այսօր ականատես ենք լինում Երևանի տարբեր հատվածներում, այստեղ կանգառ է ավտոբուսի համար, բայց տեսնում ենք, որ մեքենաներ են կայանված եւ ավտոբուսը երբ գալիս է, ինքը կամ երկրորդ կամ երրորդ գիծ է կանգնում, կամ շատ դեպքերում բավական առաջ է գնում, չկա ինչ-որ հստակ մեխանիզմ, որ այս հատվածը ավտոբուսի համար կանգառ է եւ այստեղ որևէ մեկը իրավունք չունի իր մեքենան կայանելու։ Դա հստակ սահմանված է օրենսդրությամբ նաեւ, ինչպես նաեւ անպատասխան արգելողգծանշումներով եւ ճանապարհային նշանները տեղադրված են, բայց տեսեք, երթևեկության կազմակերպման իրավասությունը Երևանի քաղաքապետարանն է, բայց դրա նկատմամբ հսկողությունը իրականացվում է բարեկային ծառայության կողմից եւ մենք համատեղ աշխատում ենք նման դեպքերի բացառման մասով, մասնավորապես նման դեպքերի քրոնիկ առկայության դեպքում մենք էլ ենք անձամբ դիմում բարեկային ծառայությունը, խնդրելով իրենց օգնություն խնդիրը կարգավորելու մասով։ Բարեկային ծառայությունը տվյալ պահին կարգավորում է, հաջորդ օր անցնում ես, նորից տեսնում ես նույն վիճակն է եւ որևէ հստակ մեխանիզմով չեն արգելում, որ ես մինչեւ այս հարցազրույցը 3 օր տարբեր հատվածներում շրջել եմ իմ գործընկերների հետ եւ իդես վստահեցնում եմ քաղաքի տարբեր հատվածներում կանգառի նշանը դրված է եւ այդտեղ բազմաթիվ մեքենաներ են կանգնած։ Տեսեք, նաեւ պետք է նշեմ, որ հսկողությունը նաեւ իրականացնում է տեսալուսական նկարանող սարքերի միջոցով, այսինքն բոլոր այն հատվածներում, որտեղ նշված տեսալուսանկարանող սարքեր առկա են, հսկողությունը նման կերպ է կատարվում եւ տվյալ դեպքերում շատ անգամ քրոնիկ բնույթ չի կրում ինքը, շարունակական բնույթ չի կրում։ Այն հատվածներում, որտեղ լուսանկարանող սարքեր առկա չեն, այո, ձեր ասած երևույթը կա եւ դա արդեն ծառայության կողմից է իրականացվում ժամանակ առ ժամանակ խնդիրը կարգավորելու համար։
Մի ժամանակ նաև խոսվում էր, որ մարզային տրանսպորտը պետք է Երևան չմտնի կամ ինչ որ, չգիտեմ, այսպես հատուկ տեղեր պետք է լինեն, որ այնտեղից չգան դեպի քաղաքի կենտրոն, բայց մենք դեռ տեսնում ենք, որ այդ խնդիրը կա, չնայած շատերը դժգոհեցին, բայց դուք էլ երբ լինում եք եվրոպական շատ երկրներում, վստահ գիտեք, որ օրինակ Վենետիկից երբ Հռոմա գալիս, չի գալիս Հռոմի կենտրոնում, այդ ավտոբուսը կանգնում էլի, ինչ որ տեղ կա հստակ։ Ոնց պետք է այդ էլ կարգավորվի, որովհետև երիտասարդական մետրոյի մոտից Դիլիջան են գնում, այս մի տեղից Վեդի են գնում, այս ամբողջ քաղաքը դարձել է։ Իհարկե, դուք ճիշտ նշեցիք, նշված նման երևույթ կա ներկա Երևան քաղաքում, ու հավելեմ նաև, որ անգլիացի խորհրդատու կազմակերպությունով նախագծել է Երևանի համար նոր երթուղային ցանցը, որի մասով աշխատանքներ են տարվում անցում կատարելու, հենց այդ հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվում, որ մարզային երթուղիները պետք է ուղիղ վերջնակետը սահմանել դեպի ավտոկայաններ, որտեղից հենց նոր երթուղային ցանցի տրամաբանությունն է նախագծված այնպես, որ քաղաքային երթուղիները այնտեղից բնակչությանը պետք է տեղափոխի քաղաքի տարբեր հատվածներ։ Մենք մի ժամանակ աշխատում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, ովքեր հենց սահմանում են միջմարզային երթուղիները, նրանց ուղեգծերը, վերջնակետերը եւ նոր երթուղիների մասով աշխատանքներ են կտանում, որ այդ երևույթները բացառվի, ինչպես նաեւ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի հների մասով որոշակի որոշումներ կայացվեն նշված երևույթների մասով եւ ուղեգծերում փոփոխություններ կատարվելու համար։ Այսինքն ինչ լինի։ Այսինքն, եթե կա ուղեգիծ, որը սահմանել է որպես վերջնակետ Երևան քաղաքի կենտրոնում, ապա այդ ուղեգծում փոփոխություն կատարվեն եւ այդ վերջնակետերը փոփոխվեն տվյալ հատվածներից։ Իսկ ընդհանրապես այս տարվա կտրվածքով կան էլի այդպիսի փոփոխություններ ավտոբուսի գծերի հետ կապված կամ չգիտեմ նոր երթուղիներ, նոր ավտոբուսներ։ Ավտոբուսային նոր երթուղիներ այս պահին մեր աշխատանքային ցեղային նման բան չկա, այս պահին որտեղ շարժակազմ չունենք։ Հիմա աշխատանքներ են տարվում սկզբից շարժակազմի, պակասող շարժակազմի ձեռքբերման մասով, որը հնարավորություն կտա արդեն նոր երթուղիներ կամ երթուղիներում փոփոխություններ եւ համալրումներ կատարելու մասով։ Ներկայումս արկա ամբողջ շարժակազմը օգտագործվում է գործող երթուղիների սպասարկման համար։ Պարոն Հարությունյան, բայց չէ՞ կարծում, որ այստեղ ամենամեծ խնդիրը կենտրոնի բեռնաթափման հարցն է, որովհետեւ ինչքան ուզում է այդ գծերը այսպես արվի, այնպես արվի, հատուկ ավտոբուսի համար առանձնացվի, միևնույնն է, էլի դժգոհելու են, որ կենտրոնում ոչ միայն կենտրոնում իրական լինի դա Դավթաշենի կամուրջ է լինի դա չգիտեմ Նորքից կենտրոն եկող հատվածը միևնույնն է այդ խցանումները լինում են այստեղ լուրջ գլոբալ ինչ որ փոփոխություն ա պետք մենք խոսեցինք բայց ես չանդրադարձա այդ հարցին տեսեք միջազգային փորձը ինչպես նշեցի ցույց է տալիս որ խցանումների եւ կենտրոնի բեռնաթափման հիմնական գործիքը դրանք սահմանափակումներն են Եվ Երևանի քաղաքապետարանը որոշ քայլեր արդեն սկսել էր նախորդ տարվանից այդ սահմանափակումների կիրառման մասով, մասնավորապես կիրառվել է ժամային սահմանափակում բեռնատարների մուտքի համար, ավտոկայանատեղի տեղական վճարի փոփոխությունը հենց դրանով էր պայմանավորված, որպեսզի խիստ անհրաժեշտությունից ելնելով անձնական ավտոմեքենայով իջնել դեպի քաղաքի կենտրոն։ Եվ այս սահմանափակումներից մեկն էլ հենց ինքնին ավտոբուսային գծերն են, որտեղ ավտոբուսային գիծը ներդնելով դու սահմանափակում ես այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժը մասնակի, որտեղ ավելի շատ բեռնվածություն ես ավելացնում մնացած երթևեկելի գոտիների համար։ Այս գործիքակազմը շարունակական պետք է լինի, որպեսզի տեսանելի արդյունք լինի, որովհետև յուրաքանչյուր փոփոխություն կամ նմանատիպ սահմանափակում մտցնելը շատ չնչին ազդեցություն է ունենում ընդհանուրի վրա։ Եվ սրան շարունակականության արդյունքում նոր տեսանելի երևույթ կդառնա տեսանելի։ Ինչ որ իրականում ինչ որ մի գլոբալ բան պիտի փոխել, որ այո, մարդիկ հասկանան, որ կենտրոնում կամ թանկ է կայանելը կամ կենտրոն չի կարելի գնալ, պետք է մեքենան որևէ տեղ կանգնեցնել, գուցե շատերի համար քննադատական բան եմ ասում, բայց որ այդ խցանումներից ի վերջո հնարավոր լինի ձերբազատվել։ Իհարկե ճիշտ եք նշում, որտեղ այլընտրանք չկա։ Ես ինչպես նշեցի, հաշվի առնելով այն տեմպերը տրանսպորտային միջոցների ավելացման, անհնար է այլ միջոցներով հոսքերը կառավարել։ Միակ տարբերակը քանակների սահմանափակելու մեջ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես եմ իմ հյուրը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հաջողություն։